Սիրելի հայրենակիցներ, սա 1915 թվականին Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի զավակ կնոջ իր զավակով անապատում հայտնված կնոջ պատկերն է։ Սա արդեն 2023 թվականին Արցախում էթնիկ զտման հետևանքով գաղթի ճանապարհը բռնած հայ ժողովրդի զավակ, հայ կնոջ պատկեր է իր երեխան կրծքին։ Փաստորեն ցեղասպանությունից 100 տարի անց մենք կրկնեցինք ցեղասպանության պատկերները, այս անգամ ուղղակի դրանց գունավորներ ունեցանք։ Երկու հայկական պետությունների ունենալու պարագայում։ Ու սա տեղի ունեցավ նաև ու առաջին հերթին այն պատճառով, որովհետև թշնամին դարձավ կիրթ ու կառուցողական ու Հայաստանում վարվեց թշնամուց եկող սպառնալիքի նվազեցման քաղաքականությունը ու այդ ուղերձը հնվեց մեր հանրությանը։ Հիմա էլ այդ նույն քաղաքական ուժը, որը Ադրբեջանից եկող սպառնալիքն էր նախ մեղմացնում, նոր սպառնալիք է գտել մեր ժողովրդի համար։ Ու այդ սպառնալիքը ոչ ավել, ոչ պակաս Արարատ լեռն է։ Պարզվում է, եթե մենք մի քիչ շատ խոսենք Արարատի մասին, մի քիչ շատ նայենք Արարատին, ընդհանրապես խոսենք ու մեզ իդենտիֆիկացնենք որպես ժողովուրդ, որի ինքնության հիմքն է Արարատը, Թուրքիան կջղայնանա ու կարող է նաև հարձակվել։ Ինչ են ուզում անել։ Ուզում են ջնջել անցյալը, որպիսի կառավարեն ապագան, որովհետև երբ ջնջում են հիշողությունը, ոճրագործը հաղթում է։ Իրականության մեջ իշխող ուժի քաղաքականությունը ու նպատակները պարզ են։ Իհարկե, իրենք այս ամենը ուրացում չեն անվանում։ Իրենք ասում են մենք ընդամենը հարց ենք տալիս, մենք ընդամենը էլ ցեղասպանություն հաճախ չենք օգտագործում, այդ դեպքերին տարբեր անվանում ենք տալիս հայոց ցեղասպանության։ Ու երբ հարցում ես օրինակ 110-ամյակի տարելիցի կապակցությամբ ինչի բա պետական հանձնաժողով չկա, այդ հարցին պատասխան չկա, որովհետև ցեղասպանության ճանաչումը էլ իրանց արտաքին քաղաքական առաջնահերթությունը չի։ Ու այդտեղ հարցը առաջանում, բա ո՞րն է արտաքին քաղաքական առաջնահերթությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները բավարարելը։ Հիմա իշխող ուժի հետ ամեն ինչ պարզ է, ու այստեղ է, որ գնդակը իրականում հանրության դաշտում է։ Առաջիկայում մենք չենք տեսնելու պետական միջոցառումներ հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցին ընդառաջ։ Փոխարենը, օրինակ 2025 թվականի ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից 19-15-ին մեկնարկելու է ջահերով երթը, որը այս պայմաններում փաստորեն միակ համազգային միջոցառումն է, որը սգալուց բացի կոչ է անում պայքարել մեր իրավունքների մասին, իրավունքների համար։ Դրա համար այս կոնտեքստում է, որ ջահերով երթը դարձել է, մասնակցությունը ջահերով երթին դարձել է ավելի կարևոր երևի թե, քան երբևէ եղել է, որովհետև ցեղասպանությունը չկրկնելու մի հատ ճանապարհ կա, ու դա Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները բավարարելը չի։ Դա մեր իրավունքների համար պայքարն է։ Դրա համար բոլոր նրանք, ովքեր դեմ են այս ուրացման քաղաքականությանը, մերժում են ուրացումը, հիշում են իրանց ինքնություն մասին, հիշում են իրանց անցյալը, որպեսզի չկրկնեն արդեն երրորդ ցեղասպանությունը, կոչ եմ անում մասնակցել ամենամյա ջահերով երթին։